Նախարար 3 հարց ունեմ, մեկը վերաբերում է պարգևավճարներին։ Հանրության մոտ սրա շուրջ տարբեր են քննարկումները եւ զայրույթ կա նաեւ այս առումով հետեւյալն է հետաքրքիր պարգևավճարները դարձել են աշխատավարձի մեխանիկական հավելում, այլ ոչ թե բացառիկ աշխատանքի գնահատական։ Կոնկրետ կնշեք, որ նվաճումների համար են նախարարները, նախարարությունների աշխատակազմերը, պատգամավորները ստանում 13-րդ, 14-րդ աշխատավարձ եւ պարգևավճարներ։ Կարող եք նշել 3 կոնկրետ չափելի ցուցանիշ վերջին 6 ամսվա կտրվածքով, որոնք արդարացնում են պարգևավճարների ֆոնդի նման չափերը։ Եվ ինչպիսին է եղել նախարարության եւ նախարարի կոնկրետ դիրքորոշումը այս վերջին պարգևատրումների վերաբերյալ, որովհետեւ դուք պարբերաբար խոսում եք աշխատանքի արդյունավետության չափելիության մասին, արդյունավետության բարձրացման մասին, խնայողությունների մասին, բյուջեի դեֆիցիտ եք կրճատում, բայց 3.5 միլիարդ հատկացվում է այդ ֆոնդին։ Պարոն նախարար, մյուս հարցը։ Մենք տեսնում ենք պետական պարտքի անվանական աճ, թեև հնայի նկատմամբ հարաբերակցությունը կառավարելի է համարվում, սակայն պարտքի սպասարկման ծախսերը բյուջեում ահռելի մեծ թիվ են կազմում, գերազանցելով սոցիալական կամ առողջապահական մի շարք կենսական ծրագրերի բյուջեները։ Ըստ էության մենք նոր պարտքը վերցնում ենք այլ պարտքը փակելու կամ ընթացիկ ծախսերը հոգալու համար, այլ ոչ թե զարգացման համար։ Վերջին 6 ամսում որ ենթակառուցվածքային խոշոր ծրագրերն են ավարտվել, որը կստեղծի ավելացված արժեք եւ կօգնի ապագայում փակել այդ պարտքերը։ Եթե չկա նման ծրագիր, ապա մենք ուղղակի ծախսում ենք ապագա սերունդների փողերը, որոնց արդյունավետությունը խնդրահարույց է։ Եվ վերջին հարցը։ Եթե այսօր ձեզ բախտ վիճակվեր ապրել Հայաստանի նվազագույն սպառողական Զամբիոյի արժեքով 81600 դրամով, առանց ձեր պարգևավճարների եւ ծառայական մեքենայի, ինչպես դա կփոխեր ձեր ստորագրված հաջորդ բյուջետային փաստաթուղթը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Նախ անդրադառնամ պարգևավճարներին, ուրեմն տեսեք պետական պաշտոնյաների աշխատավարձը մեծ հաշվով վերջի 5-6 տարիներին չի փոխվել։ Եվ քննարկում եղել է 1-2 տարի առաջ այն մասին, որ այստեղ ինչ-որ բան է պետք անել, որովհետև ակնհայտ է, որ կան խնդիրներ կապված նրա հետ, որ որակյալ մասնագետներ եւ որակյալ կամ մեծ հաջողություն ունեցած մարդիկ, ովքեր մասնավոր հատվածում ստանում են բավականին բարձր աշխատավարձեր, իրենց ներգրավելը պետական համակարգ տարբեր պատճառներով այդքան էլ հեշտ չի եւ այդ պատճառներից մեկը նաեւ այն աշխատավարձերի մակարդակն է, որը գոյություն ունի։ Բնականաբար կարելի է նաեւ ասել, որ քաղաքական կամ հանրային գործունեությամբ զբաղվող մարդիկ էլ ավելի խոցելի են, քան համեմատենք եթե մասնավորի հետ, եւ այստեղ գուցե նաեւ պետք է մի փոքր ավելի վճարել այդ աշխատանքը անելու համար։ Այս քննարկումների ժամանակ իմ դիրքորոշումը եղել է նա, որ ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների կամ ղեկավար անձնակազմի աշխատավարձը երևի այդքան ճիշտ չի եւ պետք է ներդնել մի համակարգ, որտեղ առնվազն կկարողանանք որոշակի թիրախներ դնել եւ այդ թիրախների գնահատման արդյունքով տրամադրել այդ աշխատավարձի բարձրացումը լինի ոչ բոլորի համար նույն ձևով, այսինքն նրանց համար, ովքեր ունենան ավելի լավ կատարողական, նրանց համար կլինի մի փոքր ավելի, մյուսների համար մի փոքր պակաս։ Եվ սա նաև հնարավոր կլինի հանրությանը բացատրել, օրինակ հիմա ձեզ պատասխանելով այս հարցին։ Եվ այս համակարգը պիլոտային կարգով մենք ներդրեցինք անցած տարվա սկզբից, այսինքն անցած տարվա սկզբից սահմանվեցին
թիրախային նպատակներ տարբեր գերատեսչությունների համար եւ հետո տարվա կեսում դրա վերաբերյալ եղավ գնահատման process, թե ինչքանով են դրանք կատարվել, այսինքն ինչ թիրախներ են սկզբից դրվել եւ հետո ինչքանով են դրանք կատարվել։ Բնականաբար ամեն գերատեսչության համար դրանք տարբեր էին եւ այդ գնահատումը տեղի ունեցավ եւ այդ գնահատման հիման վրա տեղի ունեցավ այս պիլոտային, ես չի ասի որ սա պարգևավճար է, որովհետեւ դա ըստ էության այդ աշխատավարձի բարձրացումն է ուղղակի մի փոքր այլ եղանակով։ Այստեղ մի կարևոր հարց կա, որովհետեւ դուք խոսեցիք նրա մասին, որ զայրույթ է առաջանում սրանից, ես մի փոքր ուզում եմ սրա վրա ուշադրություն դարձնեմ, թե ինչից կարող է, օրինակ, կարող եք դուք զայրանաք, որովհետև տեսեք, այս քայլը անելը բավականին մի քիչ կարելի ասել խիզախ քայլ է, այս քայլը անելը, ինչի, որովհետև եթե նախկինում այսպիսի թեմա գոյություն չուներ ընդհանրապես, որովհետև ավելի հեշտ էր օրինակ կանխիկ ինչ-որ մեկը գար ինչ-որ մարդկանց փողը բաժաներ եւ դրանով ընդհանրապես այս թեման չլիներ, ոչ մեկ էլ պարգևավճար չստանար եւ դա շահարկման թեմա չդառնար։ Հիմա մենք գնացել ենք այն ճանապարհով, որ պետքա ամեն ինչ թափանցիկ լինի, հասկանալի լինի, կարող է սկզբից կատարյալ չլինի, որովհետեւ գնահատման համակարգ դնելը հատկապես պետական համակարգում, հատկապես նախարարների համար մի փոքր այսպես դժվար է եւ դրա համար դրան անվանել ենք պիլոտային ծրագիր եւ փորձել ենք առնվազն այս գնահատումը այս հավելյալ աշխատավարձը, այսպես կարելի ասել, տրամադրել այդ եղանակով։ Ես կարծում եմ, որ մեր հանրությունը պետք է առնվազն, եթե չասեմ գոհ լինի, ապա չզայրանա սրանից, էլի, որովհետև ասենք, չգիտեմ, սրա մասին է խոսում, օրինակ ես խոսեցի նրա մասին, որ մենք հավելյալ 300 միլիարդ հարկ ենք հավաքել։ Այդ հարկը հավաքվել է նրա պատճառով, որ պետական պաշտոնյաները բիզնեսով չեն զբաղվում, բիզնես չեն հովանավորում, ազատություն արտված տնտեսական գործունեություն իրականացնելու համար մարդիկ զբաղվում են այդ գործունեությամբ, այդ ավել հարկերը վճարվում են եւ այդ հարկերի մի մասը կարելի է ասել, այո, պետք է վճարվի որպես աշխատավարձ եւ կարծում եմ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր բավականին լարված եւ ստրեսային աշխատանքով են զբաղված, առնվազն պետք է որոշակի սոցիալական խնդիրների մասին ամեն օր չմտածեն, որպեսզի կարողանան կենտրոնանալ իրենց աշխատանքը կատարելության հասցնելու այս մեր հանձնառությանը։ Եվ իմ մոտեցումը այս հարցին այդպիսին է, որ այո դա ցավոտ է, այո դա կարելի է շահարկել, բայց թափանցիկությունը եւ հաշվետվականությունը այն քաղաքականությունն է, որը մենք որդեգրել ենք եւ այդ ցավոտ շահարկման գնով նույնիսկ պետքա գնանք այս ճանապարհին, իհարկե իրար հետ միասին պետքա գտնենք իհարկե, թե որն է այն վարձատրությունը, որը պետքա ստանա օրինակ նախարարը, որը Հայաստանի Հանրապետության համար կլինի արդարացի։ Ում հետ պետքա համեմատվի նախարարը, որ ասենք օրինակ այսա բավարար աշխատավարձ է, ընդ որում դες ասեմ, որ մենք նաև ուսումնասիրել ենք բազմաթիվ երկրների փորձը, նայել ենք, տեսել ենք, թե որտեղ որքան աշխատավարձ են ստանում, բնականաբար այն երկրների մասին է խոսքը, որ մենք ուզում ենք նմանվենք, եւ սա կարծում եմ ես ինքս կողմ եմ այս մոտեցմանը,
Եթե խոսենք պարտքի անվանական աճի մասին, ընդհանրապես պարտքի աճին եւ ներգրավման մասին մենք խոսում ենք բյուջեի պլանավորման փուլում։ Այսինքն, երբ որ մենք որոշում ենք, թե որքան դեֆիցիտ պետք է ունենա մեր բյուջեն, այդ դեֆիցիտը ինչ պետք է ֆինանսավորի, դա տեղի է ունենում ազգային ժողովում, կառավարությունում եւ այսպես կարելի է ասել մենք ունենում ենք ինչ որ մի հատ կոնսենսուս, հանրային կոնսենսուս, որտեղ մենք ասում ենք այո, մենք համաձայն ենք վերցնել այս պարտքը, որպեսզի ֆինանսավորենք այս կարևոր ծրագրերը։ Ամենայն դեպս ես մեծ առարկություններ թե ազգային ժողովում եւ թե մեր լրատվական դաշտը ուսումնասիրելուց չեմ տեսել այն մասին, թե որ ծրագիրը, որ անիմաստ է իրականացնել կամ այսպիսի մի խոշոր ծրագիր, որ ասեն ինչի եք սրա վրա այսքան գումար ծախսում, այն էլ պարտքով։ Ընդ որում ձեզ ասեմ, որ ձեր նկատառումը այն մասին, որ մենք ըստ էության պարտք ենք ներգրավում ընթացիկ ծախսերը սպասարկելու համար, դա բնականաբար այդպես չի։ Ես էլի եմ լսել տենց բաներ եւ լավ որ դուք դա ասեցիք, որովհետեւ մեր ֆիսկալ կանոններն են մեզ արգելում, որպեսզի մենք պարտ ներգրավենք ընթացիկ ծախս սպասարկելու համար։ Իսկ կանոնը ասում է, որ մեր կապիտալ ծախսերը պետք է ավելին լինեն, քան մեր դեֆիցիտն է։ Հիմա մեր դեֆիցիտը եղել է 5.5%, մեր կապիտալ ծախսերը եղել են, դեֆիցիտը արդեն ասեցի, դուք դեռ այստեղ չէիք, որ մենք ունենանք շատ ավելի փոքր դեֆիցիտ, քան պլանավորված էր 2025 թվականին, մոտավորապես իմ կարծիքով կլինի 4.5%-ից ավելի քիչ, պլանավորված 5.5%-ի համեմատությամբ, բայց մեր կապիտալ ծախսերը հնայում, եթե չեմ սխալվում, 6%-ից ավելին են։ Այսինքն կարելի է ասել, որ այդ բոլոր ամբողջ պարտքը ուղղվել է կապիտալ ծախսերի իրականացմանը, իսկ ինչ կապիտալ ծախսեր ենք իրականացրել, իհարկե կապիտալ ծախսերի մեջ ունենք մեծ տող, որը Պաշտպանության նախարարության ուղղող կապիտալ ծախսերն են, առիթ ունեցա ասելու, որ այդ ծախսերը եղել են 412 միլիարդ դրամ 2025 թվականին։ Բնականաբար, ասենք, եթե դուք բացեք մեր կապիտալ ծախսերի տողերը եւ կտեսնեք այնտեղ, որ կա ճանապարհաշինության ամենաբազմազան մեր երկրի համար կարևոր ենթակառուցվածքների ստեղծում, դպրոցաշինությունն է մեծ ծրագիր։ Եթե դուք ասում եք, որն են այն կապիտալ ծախսերը, որոնք ավարտվել են եւ պետք է եւ դրա համար արժեր պարտ վերցնել, դրա համար իմ տեսեք, օրինակ ավարտին է հասցվել Վեդու ջրամբարի կառուցումը։ Սա իրականացվել է զարգացման ֆրանսիական գործակալության միջոցներով, ամբողջությամբ վարկային միջոցներով է իրականացվել, որի հետևանքով բավականին լայն ոռոգման համակարգեր կգործեն, տարածքներ, որոնք անջրդի կդառնան ջրովի, ինքնահոս մատակարարման բանով, հիմա ես մանրամասն տնտեսական հիմնավորումները այստեղ չեմ կարող ասել, բայց եթե ընդհանուր առմամբ խոսենք, ես կարծում եմ, որ այն ներդրումները, որ մենք անում ենք դպրոցաշինության մեջ, իրենք երկարաժամկետ հատվածում տալու են իրենց դրական էֆեկտները, այստեղ ընդհանրապես կասկած չունեմ, որովհետև մարդկային կապիտալի զարգացումը այն կարևորագույն ուղղությունն է, որի վրա մենք պետք է շեշտ դնենք եւ կարծում եմ 26 թվականի բյուջեն հենց այդ շեշտադրումը ունի, որովհետև Հայաստանի ապագա զարգացումը տեսնում ենք հենց մարդկանց տաղանդների բացահայտման եւ ավելի լիարժեք դրսևորման մեջ, այսինքն կառավարության հիմնական խնդիրը պետք է լինի միջավայր ստեղծել, որտեղ մարդիկ կարող են
իրենց կարողությունների համապատասխան տնտեսական, մշակութային, քաղաքական գործունեություն իրականացնել եւ բնականաբար երիտասարդ մանուկ հասակում մեծ ներդրումներ անել, որպեսզի այդ կարողությունները լինեն հնարավորինս մեծ։ Հիմա եթե դուք հարցնում եք, օրինակ, ես ոնց կփորձեի փոխել բյուջեն, եթե ես ունենայի 81600 դրամ աշխատավարձ։ Ճիշտն ասած, երբ որ մենք բյուջեն քննարկում ենք իմ գործընկերների հետ, ամենահաճախ տրվող հարցը, որը ես օրինակ տալիս եմ իմ գործընկերներին, ասում եմ, իսկ հանրությունը ինչպես կվերաբերվի նրան, ինչ որ մենք հիմա ուզում ենք անել։ Եվ մենք անընդհատ փորձում ենք ցանկացած քաղաքականություն, ցանկացած ծախսային միջոցառում իրականացնելուց դիտարկել, որտեղ ի վերջո մենք հաշվետվություն ենք ներկայացնում հանրությանը, դա հանրային փաստաթուղթ է եւ ինչպես ասացի, մեր ընկալմամբ պետք է բյուջեն լինի հանրային ինչ որ կոնսենսուսի հետևանք, որովհետեւ դա առնչվում է մեր հանրության գրեթե բոլոր շերտերին։ Եվ ես չգիտեմ մի բան, որը ես կանեի, եթե միայն իմ աշխատավարձը լիներ 81600։ Եթե ես չիմանայի, օրինակ ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանում սոցիալական ծախսերի կտրուկ բարձրացումը, կարող է եւ մտածեի, որ արժի այդ փոփոխությունը իրականացնել։ Բայց քանի որ մենք նաեւ պատասխանատու ենք ֆիսկալ կայունության համար եւ պատասխանատու ենք նաեւ նրա համար, որպեսզի սոցիալական ծախսերը մենք, որոնք ստանձնելու ենք այսօր, կարողանանք նաեւ վաղը սպասարկել, բնականաբար այստեղ գուցե ինչ որ մեկի կարծիքով դա հավելյալ զգուշություն է, բայց մենք կարծում ենք, որ այստեղ բավականին զգուշ պետք է լինենք եւ այդ զգուշությունը նաեւ ցուցաբերել ենք, օրինակ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ժամանակ, որովհետև այո, մենք մի քանի տարի քննարկում ենք, ֆինանսների նախարարությունը անընդհատ զգուշության կոչեր էր անում եւ մենք որոշակի կարծում եմ ինչ որ մի բալանսի եկանք այս քայլը կատարելուց առաջ եւ ես ուրախ եմ, որ հաշվի են առնվել մեր զգուշավորությունը եւ հաշվի է առնվել հանրության լայն շերտերի, հատկապես մեր սիրելի թոշակառուների շահերը, որովհետև այս փոփոխությունը առաջին հերթին կարծում եմ մեծ կարևորություն ունի իրենց համար։